Արդյոք ես իրատեսական եմ համարում, որ այս ընտրություններում միասնական ցուցակը հնարավոր ընդդիմություն։ Միանգամից ասեմ ոչ, ու ես այս դիսկուրսի մեջ ընդհանրապես չեմ մտնի, որտեղ ես ուտոպիաների մասին խոսել չեմ սիրում։ Դա ուտոպիա է։ Միասնական ընդդիմություն չի լինում։ Ի տարբերություն իշխանության, ընդդիմությունը մի կենտրոնից ղեկավարող հիերարխիկ հիմնարկ չի, որտեղ բուրգի գլխին կանգնածի ցուցումները կամ հրամանները բոլոր սենկմենտների վրա տարածելի լինեն։ Ընդդիմությունը բազմաշերտ, բազմաբևեռ կատեգորիա է։ Եվ ես կարծում եմ այդ խոսակցությունները միասնական ցուցակի մասին նույնիսկ վնասակար են, որտեղ հասարակության մեջ ձևավորում են սպասումներ, որ այս ամբողջ ընդդիմությունը կմիավորվի։ Չմիավորվելու պարագայում սկսում են հիասթափություններ։ Ես հասկանում եմ, որ մի շարք մարդիկ միասնական ցուցակի մասին խոսում են ազնիվ մղումներով, բայց կոչ եմ անում այդ խոսույթը չտանել, որովհետև հետո դա իշխանությունը օգտագործելու է որպես հասարակությանը հուսահատեցնելու, ընդդիմության թուլությունը ցույց տալու գործիք։ Ընդհանրապես այդ միասնական ընդդիմության թեզը միշտ անցած 30 տարիներին գցել են իշխանությունները, որ հետո ասեն ժողովուրդ ելեք ինչքան անմիաբան վատ ընդդիմություն ունեք, չեն կարողանում միավորվել։ Դա համար շատ անկեղծորեն իմ շատ ընդդիմադիր գործընկերների կոչ եմ անում այդ ուտոպիստական խոսույթը թողել մի կողմ, բայց դեմ եմ նաև, որ շատ փոքր կուսակցություններով մասնակցենք ընտրություններին եւ ձայներ փոշի հասնենք։ Ես տեսնում եմ, որ հիմա 4-5 կոնսոլիդացիոն կենտրոն ձևավորելու հնարավորություն կա։ Եվ կոչ եմ անում մեր հասարակությանը այդ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնների մեջ, ես այդ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնները դուք բոլոր սոցհարցումներից գիտեք, նորություն չի, այնտեղ թվերին ուշադրություն մի դարձրեք, մի տենդենսներին ուշադրություն դարձրեք, 4-5 կոնսոլիդացիոն կենտրոնները երևում են։ Դա Պետյանի շուրջ ձևավորող կոնսոլիդացիոն կենտրոնն է, դա Ռոբերտ Քոչյանի շուրջ ձևավորող կոնսոլիդացիոն կենտրոնն է, դա Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող կոնսոլիդացիոն կենտրոնն է, Տոկնագործոն, որը չենք կարող անտեսել։ 4-5 կոնսոլիդացիոն կենտրոն կա, էլի եմ ասում։ Հետևաբար բոլոր կարող մարդիկ, այդ 50-100 կարող մարդիկ կան, որ այս տարիներին հեռուստաէկրաններին տեսնում ենք, շատ արժեքավոր մարդիկ, իրենց մերիտոկրատիկ հատկանիշներով, իրենց քաղաքացիական դիրքորոշումներով, շատ լավ կլինի, որ այս 50-100 մարդիկ իրենց առաջարկներով, իրենց անձնական որակներով հարստացնեն այս 4-5 կոնսոլիդացիոն կենտրոններից մեկը, ամեն մեկը ըստ իր քաղաքական նախասիրության եւ ձևավորվի իրոք կեսունակ 4-5 այլընտրանքային կենտրոն, որոնք կարող են շատ լուրջ դեր ունենան որակական փոփոխությունների ձևավորման հարցում։